Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եկեցի անուն քո Եկեցե արքայություն քո եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի Ասած մեր հանապազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ վարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց վարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն հել փրկյազ մեզ իչարե Զքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս ամեն Քրիստոս հայրյավի մեռելուց նստեք սիրելիներ Աստված օրհնի բոլորիս իր Տիրոջ խաղաղության ու սիրո մեջ պահի Մենք այսօր շարունակել ենք Հռոմեացիներին ուղված Պողոս Արաքյալի նամակը այսօր պետք է 8-ից 17 համարները սերտենք Մենք անցյալ անգամ խոսեցինք Հռոմի մասին Հռոմեական կայսրության ինչ էր կատարվում Պողոս Արաքյալի առաքելության մասին Շատ հետաքրքիր հատված այսօր պիտի անցնենք թե ինչպես է Պողոս Արաքյալը համայնք չգնացած, չտեսած մարդկանց նախ աղոթում է միշտ նրանց համար, կարոտում է եւ ամեն բան անում է, որ Տիրոջ կամքով ինքը վերադառնա գա այնտեղ այդ քաղաք, որպեսզի քրիստոնեություն քարոզի։ Մեկ կարևոր բան կա մեր կյանքի մեջ, յուրաքանչյուր քրիստոնյա, ընդհանրապես մարդ ինքը պետք է հասկանա, որ մենք Աստծուց շնորհ ունենք տրված եւ մենք նաեւ պարտականություն այդ շնորհի ծագող լույսը, ջերմությունը, օգտակարությունը փոխանցել մարդկանց։ Հենց որ մենք մեկին պարկ ենք տալիս, հետո պիտի անպայման պարկը վերցնենք, կամ այդպես էլ Աստված շնորհն է տալիս, կյանքն է տալիս մեզ, մենք պարտականություն ենք այն կյանքը լույսի, օրհնության, խաղաղության մեջ, թե դիմացի մարդուն, թե սովորական մեր առօրյա կյանքի մեջ գործածել եւ վերադարձնել Աստծուն, որովհետեւ Աստված ամեն մեկիցս, ինչպես Անիրավ տնտեսի առակի մեջը պիտի մեր տնտեսության հաշիվը պահանջի, տեսնի թե մենք ինչ ենք արել, մեզ վստահված կյանքը, գործը, աղոթքը, որ մենք պետք է անենք, ինչպես ենք արել եւ ինչպես ենք Տիրոջը վերադարձնելու։ Անցնենք այսօրվա առաջին համար, 8-րդ համարը։ Նախ ձեզ բոլորի համար գոհություն եմ մատուցում իմ Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով, նրա համար, որ ձեր հավատը պատմում է ամբողջ աշխարհով մեկ։ Տեսեք սիրելիներս, արդեն ասել եմ, որ Հռոմը քաղաքը Հռոմեական կայսրության մայրաքաղաքն էր եւ հայտնի խոսքն էլ գիտեք, բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, այսինքն այդ ժամանակվա արևմուտքի ամենազարգացած քաղաքն էր, ամենաշատ բնակեցված քաղաքն էր եւ աշխարհի, այսինքն այդ պահին մոտավորապես 70-75 պետություն կար այդ ժամանակ աշխարհում, այսինքն կայսրության ամբողջ տարածքից մարդիկ գալիս են Հռոմեական կայսրության մայրաքաղաք Հռոմ եւ ինչքան որ արագ տարածվում էր, այնպես էլ արագ լուրերը պատտվում են, չէ՞, տեսեք, ասում է, բարի լուրեր են լսում ձեզանից, այսինքն մարդիկ գալիս են քաղաք, վերադառնում են, պատմում են եւ շատ արագ նաեւ քրիստոնեությունը տարածվում էր Հռոմ քաղաքում Եվ դրա համար Պողոս Արաքյալը ասում է գոհանում է, որ ձեր մասին լավ բաներ եմ լսում, խոսում են։ Ուրեմն այնքան արագ սկսեց Հռոմում եւ Հռոմեական կայսրության մեջ քրիստոնեությունը տարածվել, որ Պողոս Արաքյալի մահից հետո Հռոմեական կայսրությունը մի օրենք հռչակեց, որ յուրաքանչյուր կայսրության անդամ քաղաքացի պետք է կայսրին երկրպագի որպես Աստված։ Եվ ու քրիստոնյաների հանդեպ շատ մեծ հալածանքներ սկսեց հատկապես այդ ժամանակ եւ խաչում են այն մարդկանց, խաչով սպաներում են այն մարդկանց, ովքեր կայսերին որպես Աստծո չէին երկրպագում։ Տեսեք ինչ միջավայրի մեջ էր քրիստոնեությունը տարածվում, բայց փառք Աստծո գոհանում էր Պողոս Արաքյալը, որ այս բոլոր հալածանքը, նեղությունները, չարչարանքները ամեն ինչի մեջ համայնքը զարգանում էր, քրիստոնեությունը տարածվում էր։ Ուրեմն տեսեք Ինչ է ասում է նախ ձեր բոլորի համար գոհություն եմ մատուցում Աստծուն, ուրեմն աղոթում էր Պողոս Արաքյալը, այս մարդկանց չէր տեսել, չէր ճանաչում, չգիտեր Հռոմի քրիստոնյաները ինչպիսին էին, ինչ համայնքներ էին, ոնց էին, խոսեցինք անցյալ անգամ դրա մասին, այսպես տարբեր խմբակներ կային հավաքված, քարոզվեց միասնական եկեղեցի դեռևս չէր ձև, հետո արդեն երբ որ Պողոս Արաքյալը Հռոմ եկավ, բանտարկվեց, հետո Պետրոս Արաքյալը եկավ այնտեղ քարոզեց, հաստատվեց։ Հիմա Պողոս Արաքյալը հաջորդ համարը կտեսնենք, ասում է նպատակը մեկն է, որ գամ, ասում որպեսզի ձեզ հոգևոր շնորհներ փոխանցեմ, որպեսզի դուք ամրապնդեք, ավելի ամուր դառնաք քրիստոնեական կյանքի մեջ։ Ուրեմն
գոհանում էր, որովհետև նաև մեզ էսա սովորացնում Պողոս Առաքյալը, որ յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է իր քույրերի եղբայրների համար միշտ գոհություն մատուցի, որովհետև շատ կարևորը մեկս մյուսի համար աղոթելը։ Եվ ինչպես որ Հակոբոս Առաքյալն ասում իր նամակի մեջ, արդարի աղոթքը շատ զորավոր է եւ գեղեցիկ է, այսինքն շատ կարևոր է, որ մենք մեկս մյուսի համար աղոթում ենք, որովհետև մեկս մյուսով նաև նույնանում ենք։ Եվ կայսրությունից տարածում էր նաև քրիստոնեություն ամբողջ աշխարհի մեջ եւ մտնում էր եւ դուրս էր։ Ուրեմն պատկերացեք Ռոմ քաղաք, ապրում են հույներ, ապրում են հրեաներ, ապրում են հեթանոսներ, բարբարոսներ, աշխարհի տարբեր անկից եկած մեծ խառնարան այդ քաղաքի մեջ, բայց քրիստոնեությունը ծաղկում էր։ Հետո խնդիրներ կար նաև, որ հրեությունից դարձած քրիստոնյան եւ հեթանոսությունից դարձած քրիստոնյաների միջեւ Պողոս Առաքյալի նամակը նաև, որ հույների հեթանոսներից ու հրեաներից դարձած քրիստոնյաները նույնանային, այսինքն խտրականություններ չդնեն, կտեսնենք հաջորդ համարում մեջ ասում է ես պարտական եմ հույներին, բարբարոսներին, իմաստուններին, անգետ, այսինքն ամեն մեկի համար Պողոս Առաքյալը պարտականություն ունի։ Ուրեմն այստեղ ինչ է ասում, տեսեք հստակ մի բան ասում է գոհանում եմ իմ Աստծուն։ Շատ կարևոր բառ ասում իմ Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն այս բառերը Պողոս Առաքյալը ցույց է տալիս իր անձնական փորձը։ Ինչ փորձ է սա, որ ինքը անձնապես համոզվել էր Աստծո սիրո մեջ, որ Աստված սիրում է բոլորին, Աստված հավասարապես է սիրում բոլորին եւ Աստված երբեք խտրականություն։ Սա իր անձնական փորձն էր, որ մի ժամանակ ինքը հալածիչ էր, եկեղեցուն հալածողն էր, քրիստոնյաներին ձերբակալողը, պատժողն էր, հանկարծ Աստված իրեն այնքան սեր է ցույց տալիս, որ այս հալածիչը դառնում է քրիստոնյա եւ դառնում է քարոզիչ։ Եվ ինչ ասում ինքը իր մասին, տեսեք, ասում է ամենից հետո երեցներից անարգս, ուրեմն այստեղ անարգ բառը նաև բառացիորեն թարգմանված է վիժվածքս, ես ամենահետինը վիժվածքս, որովհետև ես իսկ եմ առաքյալների տրուպը, ես որ առաքյալ կոչվելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծո եկեղեցին։ Տեսեք իր մասին ասում է, ես առաքյալ մեջ վերջինս անարգս արժանիել չեմ, բայց ես դարձա Քրիստոսի եկեղեցու առաքյալը։ Ուրեմն իր անձնական փորձառությամբ է ասում իմ Աստծո։ Հիմա ինչու է ասում իմ Աստծո։ Աստված ինչ է ասում, եւ Աստվածն եմ Աբրահամի, Իսահակի, Հակոբի, այսինքն թե ողջերի, թե մեռելների Աստվածն է, մենք քրիստոնյաներս կարող ենք ասենք մեր Աստծուն, չէ, իմ Աստծուն։ Այսինքն եթե դու Աստծո հանդեպ սերը, ջերմությունդ այնքան է, որ քո անձնական կյանքով էլ համոզվել ես, որ սա ծնողի եւ զավակի փոխհարաբերություն է, սա ընտենական ջերմություն ստեղծող հավատք է, դու էլ ես ասում իմ Աստվածը։ Հետո կտեսնենք ասում Աստված վկա է, նաեւ Աստծուն է վկաբերում իր խոսքի համար, իր գործի համար, որպեսզի քրիստոնյաները հասկանան, թե ինչպես կարող է այդ ամեն լինել։ Ուրեմն առաքյալի օրինակով մենք էլ պետք է ուրեմն նաև ակնածանքով ու հարգանքով վերաբերվենք բոլոր այն մարդկանց, ովքեր որ մերպես քրիստոնյաներ են։ Տեսեք, ասում է գոհանում եմ Աստծուն, ամեն օր գոհություն եմ մատուցում Աստծուն ձեզ համար, իմ հորը Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև լսում եմ ձեր հավատքի մասին, որ պատմվում է ամբողջ աշխարհում։ Այսինքն ամբողջ աշխարհը հասկացեք այդ ժամանակվա գոյություն ունեցող պետությունները ժողովրդի մեջ, ուրեմն Քրիստոսի մասին գալիս էր։ Ուրեմն ինչպիսի քրիստոնեություն ենք մենք հասկանում այստեղ, որ կա Ռոմ քաղաքում, որ մաքուր անարատ քրիստոնեություն կար, որ այս Ռոմի մեջ, այս այլասերության, այս խառնարանի մեջ ապրող մարդկանց մեջ կան քրիստոնյաներ, որոնց հավատքը գովելի է, օրինակելի է, հավատարմությունը եւ անկեղծություն կա այդ հավատքի մեջ։ Դրա համար ասում եմ, ես էլ ուզում եմ գամ տեսնեմ այդ ամենը, որպեսզի նոր մարդիկ ներգրավենք, նաեւ ողջևորվենք, ինքն էլ իր արածից ողջևորություն ստանա, որ գալիս է միտեղ քարոզելու, որտեղ հավատքը կարեւոր է։ Ինչի համար է ուրեմն Պողոս Առաքյալ ուզում գնա։ Նորից կարդամ. գոհանում եմ Հիսուսի միջոցով նրա համար, որ ձեր հավատը պատմում է ամբողջ աշխարհում։ Հիմա տեսեք, Հիսուս Քրիստոսի միջոցով է, չէ, իր Հայր Աստծուն գոհանում։ Մենք քրիստոնյաներ ես որ հավատում ենք Հիսուս Քրիստոսին, մենք նաև կոչում ունենք այդ հավատքը կրելու։ Ուրեմն մեկ բան է հավատալ, մեկ բան է այդ հավատքի մեջ ամրապնդվել։ Մեկ ուրիշ տեղ կտեսնենք հետո Պողոս Առաքյալի խոսք ասում է փորձությունները մարդուն բերում են համբերություն, համբերությունը մարդուն բերում է հասնում է հույսին, իսկ հույսը երբև ամոթով չի թողնում։ Ուրեմն մեկ բան է, որ հավատում ես, խնդիրներ չունես, առողջությունդ լավ է, հիվանդություն չկա, կորուստ չունես, անժամանակ մահ չկա, ամեն բան քո գործերը խաղաղ են, հեշտ է հավատալ այսպես։
Եվ շատ հաճախ քրիստոնյաները հենց այստեղ են սայթակում, որ հենց իրենց կյանքում փորձություններ, դժվարություններ, նեղություններ են սկսում, իրենց հավատքը տկարանում։ Մեկ էլ տեսնում ես ամիսներով եկեղեցի չեն գնում, սուրբ գիրք չեն կարդում, չեն աղոթում, անտարբեր են դառնում, որովհետև իրենց թվում է, որ իրենք հավատան, իրենք աղոթեն, վերջ, ամեն բան իրենց համար լուծված է։ Հիսուս այդպիսի բան չի ասել մեզ, եթե դուք հավատաք, այս կյանքում խնդիր չեք ունենա։ Հակառակը, երբ որ դու իրականում հավատում ես Հիսուս Քրիստոսին, քո փորձություններն ավելի են շատանում։ Բայց դրա հետ մեկտեղ Հիսուս խոստանում է քեզ հետ լինել քո ամբողջ կյանքի ընթացքում, քո բոլոր օրերում ինքը քեզ հետ պիտի գա։ Դրա համար Կորինթացին ուղղված նամակի մեջ էլ Պողոս Արաքյալն ասում է, որ ինչքան որ այս աշխարհում ենք մասնակից են Քրիստոսի նեղություններին, չարչարանքներին, գալիք փառքին էլ մասնակից պիտի լինենք։ Ուրեմն, երբ որ հավատքը կա, հավատքի կողքը նաև կա փորձությունը, բայց շատ կարևոր է, դու փորձության մեջ չընկնես։ Փորձությունը կգա, բայց դու չպիտի մտնես այդ փորձության մեջ։ Դրա համար դու ամեն բան պիտի անես, որպեսզի Տերը քեզ պաշտպանի այդ ամեն ինչից։ Հաջորդ համարի մեջ շարունակելով ասում է. վկա ինձ Աստված, որին պաշտում եմ ես իմ հոգով նրա որդու ավետարանի քարոզությամբ։ Տեսեք սիրելիներ, Պողոս Արաքյալը թեև Հռոմում չէր եղել, այնտեղի հավատացյալներին չէր ճանաչում, չէր հանդիպել, սակայն միշտ աղոթում էր նրանց համար։ Եվ տեսեք ինչ ասում, վկա է Աստված։ Ուրեմն միշտ աղոթում էր նրանց համար, հիշում էր նրանց իր աղոթների մեջ, եւ տեսեք ասում է Տիրոջն է վկա բերում։ Ինչու է ասում վկա է Աստված։ Ինչ իրավունքով։ Մենք էլ այսօր շատ հաճախ չես մենք Աստված վկա, մենք այդ բանը չենք կարել։ Աստված վկա, հիմա սա Աստծոունը զուր տեղը տալ է, թե պարզապես փորձում ես քո արդարությունը ու քո ազնվությունը ցույց տալ։ Ինչու է ասում վկա է Աստված։ Աստված ով է։ Մեր սրտերը քննողն է։ Ուզում է ասել, որ Աստված, որ սրտերի քննողն է, գիտի, որ անկեղծ եմ իմ խոսքերի մեջ, այսինքն ես ամեն օր անդադար աղոթում եմ, թեև չեմ տեսել ձեզ, չեմ ճանաչում, չեմ շփվել, բայց սիրում եմ ձեզ եւ Աստված վկա է, իմ սիրտը գիտի, որ ես այդպես եմ ապրում։ Տեսեք ինչքան կարևոր բան է, որ դու մեկին չես ճանաչում, աղոթում ես։ Օրինակ, ինձ էլ շատ հաճախ նամակները, որ գրում են, միշտ գրում են, Տեր, որ խնդրենք ընտանիքիս համար կաղոթես, չենք ճանաչում մենք իրար, ֆիզիկապես չենք տեսել իրար։ Բայց երբ որ աղոթում ենք, խմել գրում են, Տեր, շնորհակալ ենք ամեն բան կարգավորվել։ Այսինքն նույնն էլ ձեզ, երբ որ ասում են, որ խնդրենք մեզ համար կաղոթեք, կխնդրեք Աստծուն։ Ուրեմն վկա է Աստված, ինչ անում սա, որ Պողոս Արաքյալը նաև անհանգստանում էր այս համայնքի համար։ Այսինքն ոչ միայն կարևոր է, որ իրենք եկեղեցի հիմնեցին ու գնացին, այլև շատ կարևոր է այդ եկեղեցու համար հետագայում դու հոգ տանես, այդ եկեղեցու պահպանությամբ զբաղվես։ Մենք էլ այդպես ենք, երբեմն մեր գործը անում ենք, ամեն բան որ ընկնում է հունի մեջ, մենք մոռանում ենք, կամ դե գործը գնում է։ Հավատքի հարցն էլ այդպես, ուրեմն ոչ միայն դու պիտի ամնես գործողությունը, դեռ պիտի անհանգստանաս այդ հավատքդ մաքուր պահելու համար։ Դրա համար է ինքը Կորինթաց նամակի մեջ միշտ ասում քննեք ինքներդ ձեզ, տեսեք դուք նույն հավատքի մեջ եք, երբ որ հավատացիք եւ հիմա։ Այսինքն այդ հավատքը ոչ միայն հավատալուց պահին պետք է զորավորն, այլ քո հետագա ամբողջ կյանքի ընթացքում այդ հավատքը իր զորավոր ուժը պիտի ունի։ Եթե ոչ, դու կկորցնես այդ ամեն ինչը։ Ուրեմն ծառայում է Աստծուն իր ամբողջ հոգով ու սրտով, այսինքն անկեղծությամբ, նվիրումով։ Շատ հաճախ մարդիկ, դա կլինի հոգևորական, չէ, բժիշկը, ուսուցիչը, բանվոր, այսինքն շատ հաճախ մարդիկ մեծ մասը ընդհանրապես դժգոհությամբ են, չէ, աշխատում։ Միշտ դժգոհ են իրենց։ Աշխատավարձը ցածր է, գործը շատ է, մարդիկ շատ են, այսինքն ամեն բան, բայց տեսեք Պողոս Արաքյալը այդ պահին ինքը գտնում էր Կորինթոսում, բայց ինքը մի սրտով, հոգով ծառայում էր ավետարանին եւ Կորինթոսում լինելով ինքը Ռոմի համայնքի համար էր այսպես, եփեսացիների համար, գաղատացիների համար, Փիլիպպես, այսինքն բոլորի համար ինքը սրտով ու հոգով էր ծառայում Քրիստոսի ավետարանը։ Ինչ է սա նշանակում, որ յուրաքանչյուր մարդու նպատակ, այսինքն որն է այս աշխարհի մեջ, որ ինքը գա հասնի այնտեղ, որ ինքը կատարյալ դառնա իր հավատքի մեջ։ Օրինակի համար, որ ամեն մեկից հարցնենք, այսինքն մենք կատարյալ վստահություն ունենք Աստծո հանդեպ այսօր։ Մի տեղ կա, չէ՞ որ մենք չունենք, մի թերություն կա, որ միշտ կասկած կա մեր մեջ։ Օրինակ, շատ հաճախ մարդիկ հավատում են, բայց մեկը տեսնես հարց են տալիս. իսկ կարող եմ մահանալ ու այնտեղ ոչինչ չլինի։ Սա կատարյալ վստահության բացակայությունն է։ Իսկ հաստատ հարություն կա։
Իսկ հաստատ մենք այնտեղ իրար հանդիպել ենք, այսինքն սրանք բոլորը կասկածները, որ թույլ չի տալիս քո այդ մաքուր սրտով ու հոգով անկեղծ հավատք ունենաս։ Դրա համար Տիմոթեոսին ուղղված նամակի մեջ, Թեսաղոնիկեցին ուղղված նամակի մեջ ասում է, չէ՞ որ եթե չենք հավատում, որ Քրիստոս հարություն է առել, զուր է մեր հավատքը, զուր է մեր քարոզությունը, այսինքն անիմաստեղն ենք հավատում ենք այդ ամեն ինչին։ Ուրեմն Պողոս Առաքյալը կատարյալ անկեղծ նվիրումով հավատում էր։ Ուրեմն սա նաև մեզ համար է, այսինքն երբ որ մի հատ փորձություն է հանդիպում, մենք հիվանդանում ենք, վատ ուր ենք լսում, մեր հավատքը այդ պահին դիմանում է, թե չէ։ Հիշում եք, երբ որ Հովհաննես Մկրտչին գլխատեցին, Հիսուս ինչ արեց։ Իր աշակերտներին վերցրեց, գնացին առանձին ամայի տեղ, չէ, որպեսզի լուրը լսելուց առաքյալները չխառնουν, որտեղ իրենք դեռ ամուր չեն իրենց հավատքի մեջ, հասունացած չեն, որ այդ վատ լուրը լսեին ու հավատքի մեջ ամուր մնային։ Շատ հաճախ մարդիկ որ գալիս են կամ զանգում են, միշտ ասում են, դեր տկարացել ենք, առաջվապես չենք աղոթում, որտեղ ինչ որ խնդիր են ունեցել։ Ուրեմն շատ կարևոր է այդ խնդիրի մեջ շարունակես քո աղոթքը պահել, քո հավատարմությունը պահել, որովհետև դու պիտի իմանաս, որ դու ծառայում ես Պողոս Առաքյալի նմանությամբ Աստծուն եւ Տիրոջ համար ես անում։ Եվ տեսեք ինչ է ասում Հովհաննեսի ավետարանի մեջ Հիսուս ասում է, բայց կգա ժամանակ եւ արդեն իսկ եկել է, որ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով եւ ճշմարտությամբ, քանի որ Հայրն էր իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Կգա ժամանակ, ասում է, որովհետեւ մենք երբ որ հավատացինք, մենք չենք հասունացել մեր հավատքի մեջ։ Մեկ բան է երեխայի հավատքը, օրինակ երեխաները շատ անկեղծ են, իրենք ամբողջությամբ ինչ որ ասում ես հավատում են։ Հետո երբ որ գալիս է պատանեկության տարիները, երիտասարդները, որ արդեն դու գիտություն ես ուսումնասիրում, կրթություն ես ստանում, գիտությունն ու հավատքը սկսում են իրար հետ վեճի մեջ մտնել։ Դու չես էլ նկատում, բայց քո մեջ պայքար է սկսում, որովհետև գիտություն ասում է այսպես, հավատք ասում է այսպես, եւ շատ հաճախ որ կտեսնեք այն ջերմեռանդ երեխաները, որ գնում են համալսարան սովորելու, կամաց հետ են նահանջում իրենց, հետո կյանքը նորից բերում է իրենց այդ հավատքի մեջ, որովհետև քանի դու այդ հավատքը չես պահել, այդ հավատքիդ ամբողջությամբ չես վստահել, պիտի հեռանաս ճշմարտությունից։ Դրա համար ասում է կգա ժամանակ, որ կգտնվի այնպիսի երկրպագուներ, որ իրականում կերկրպագեն Աստծուն։ Ոչ թե մենք էլ պատարագին ինչ ենք ասում, հիշում եք աղոթքի մեջ այնպես արա Տեր, որ քեզ ճշմարիտ երկրպագողների հետ մենք էլ այդպիսի երկրպագողներ դառնանք։ Ոչ թե մեր մարմին այսպես խոնարեցնենք, մինչև գետին կամ կիսատ 100 անգամ, սա ճշմարիտ երկրպագության հետ կապ չունի։ Շատ կարևոր է քո սրտի ծնրադրումը, որ քո սիրտը խոնարեցնես առջև։ Ֆիզիկապես կարող ես ցանկացած մարդու առջև խոնարհվել, բայց Տիրոջ առջև չխոնարհվել։ Դու կարող ես ցույց տալ, որ դու խոնարհ ես, բայց իրականում այդ խոնարհությունը քեզ պետք լինի ուրիշների սերը շահելու համար։ Ձևականության կարող է այդ ամենը վերածվել։ Ուրեմն Տիրոջը ծառայելու շատ ձևեր կան մեր կյանքի մեջ, եւ առաջինը եւ գլխավորը, կարեւորը ավետարանի միջոցով ծառայելն է։ Որն է ավետարանի միջոցով ծառայելը? Այսինքն այդ ավետարանի բարի լուրը վերցնել, քո հոգու մեջ դնել եւ այդ լուրով ապրել այս աշխարհի մեջ։ Լինում է, չէ՞ որ մենք շատ կարեւոր լուրեր ենք, օրինակ երեխայի ծնունդին ենք, չէ՞, սպասում, որ լսում ենք, ուրախանում ենք, մեր ուրախությունը փոխանցում ենք ուրիշներին, չէ՞։ Նույնն էլ ավետարանի կյանքն է, եթե դու ավետարանի կյանքով հոգեվոր ուրախություն չունես, այս աշխարհի մեջ բոլոր ուրախությունները քեզ համար ժամանակավոր պիտի դառնան։ Որոշակի ուրախություններ պիտի ունենաս, sense պղպջակներ պիտի ունենաս, եւ հետո պիտի կորցնես այդ ամենը։ Ուրեմն Պողոս Առաքյալը ուրախ էր, որ ծառայում էր Աստծուն ավետարանի միջոցով եւ նաեւ ժողովրդին, Աստծո ժողովրդին էր ծառայում։ Դրա համար ասում է ամեն ժամ գոհություն եմ մատուցում ձեր հավատքի համար, իմ Աստծուն եւ վկա եմ Աստված, որ անկեղծ սրտով այդ ամենը ձեզ համար անում եմ։ 10-րդ համարը, թե ինչպես եմ անդադար հիշում ձեզ ամենայն ժամ իմ բոլոր աղոթքներում, աղաչելով, որ թերևս երբևէ ինձ հաջողվի Աստծո կամքով գալ ձեզ մոտ։ Ուրեմն այստեղ երևում է նաև Պողոս Առաքյալի նպատակը, որ իր նպատակը աղոթելու ոչ միայն այս համայնքը զորավոր լինի, այլև անպայման գնա նրանց մոտ։ Տեսեք, ասում է, որ որևէ ժամանակ, այսինքն երբ որ ստացվի, այդ ժամանակ կարողանամ գալ ձեր մոտ։ Ուրեմն անպայման գնալ Հռոմ։ Ինչի համար էր ուզում գնալ Հռոմում։ Ուրեմն այցելել այնտեղի հավատացյալներին, ոգևորել, աղոթել, բայց նաև գիտեք ցանկացած երկրի սիրտ իր մայրաքաղաքն է, չէ՞, այսինքն օրինակ եմ արի, եթե շրջաններում ինչքան ուզում ես ինչ-որ բան փոխիր, ցանկացած մշակույթային կլինի, քաղաքական, հասարակական, խոսքը պատկանում է մայրաքաղաքին։
Այսինքն այնտեղից պիտի լինի ամեն բան։ Ուրեմն երբ որ դու գնայր Ռոմում քարոզեր, Ռոմի համայնքը զորանար, կայսրերը ստիպած պիտի հաշվի նստեին, չէ, համայնքի հետ, հետո եւ 314 թվականին արդեն, երբ որ քրիստոնյաները շատ-շատացան, հրաշները զորավոր տեսան, արդեն Կոստանդիանոս մեծ կայսրը 314 թվականի Միլանի էդիկտով թույլատրեց քրիստոնեությունը մյուս կրոնների հետ հավասար լինել հռոմեական կայսրության մեջ։ Հետո արդեն մոտարապես 10-12 տարի հետո արդեն պետականորեն կրոնը ճանաչվեց որպես քրիստոնեություն հռոմեական կայսրության պետական կրոն։ Ուրեմն սակայն պետք է այստեղ նաև տեսնել առաքյալի խոնարհությունը։ Որտեղ էր այստեղ այս բառերի մեջ առաքյալի խոնարհությունը։ Նորից կարդամ. Թե ինչպես եմ անդադար հիշում ձեզ ամեն ժամ իմ բոլոր աղոթներում աղաչելով, որ թերևս երբևէ ինձ հաջողվի գալ ձեզ մոտ։ Այստեղ ինչ որտեղ էր խոնարհությունը։ Պողոս առաքյալ ինչու է այստեղ ասում։ Ուրեմն ինչքան էլ նա սիրում էր նրանց, ինչքան էլ նա աղոթում էր նրանց համար, ինչքան էլ ուզում էր հոգ տանել նրանց համար, բայց ինչ կար այստեղ Աստծո կամքն էր փնտրում։ Այսինքն եթե Աստված թույլ տա, երբևէ կգամ ձեզ մոտ։ Ուրեմն տեսեք, չի ասում ես երբ ուզեմ կարող եմ գալ ձեզ մոտ։ Մենք մարդիկս այդպես ենք, չէ՞։ Երբ ուզեմ կարող եմ անել, երբ ուզեմ կարող եմ խոսել, երբ ուզեմ կարող եմ ծխելը թողնել, խմելը թողնել, երբ ուզեմ կարող եմ այս գործը անել։ Տեսեք ինքը ինչ է անում։ Խոնարհությամբ սպասում է Աստծո կամքը կատարել։ Մենք մարդիկս հակառակ։ Տեսեք, Պողոս առաքյալը շատ սիրում էր, հոգ էր տանում, աղոթում էր, բայց Աստծո կամքով էր թողնում։ Մենք մարդիկս ոչ բոլորին ենք սիրում, կամ եթե հակառակը սիրում ենք, ամեն դեպքում մենք ուզում ենք մեր կամքը կատարի, ոչ թե Աստծո կամքը կատարի։ Սա է տարբերությունը մեր առաքյալի եւ ընդհանրապես սուրբերի։ Իսկ մենք կամ ոչ ոքի չենք սիրում, կամ էլ եթե սիրում ենք, ինչ ենք անում, առանց Աստծո կամքի ենք այդ ամենը կատարում, սիրելիներ։ Դրա համար շատ կարևոր է, որ որևէ բան անելուց առաջ միշտ հասկանաս Տերը քեզ թույլ է տալիս այդ ամեն անես, թե չէ։ Ցանկացած առաքելության մեջ ես ինքս էլ երբ որ մի բան պիտի անեմ, ես միշտ խնդրում եմ Տիրոջից, որ Տեր, եթե թույլ տաս, անեմ այս ամենը, եթե թույլ տաս, ես կգնամ։ Եթե ես գնում եմ ու տեսեմ այդ տեղում անհաջողություններ եմ ունենում, նշանակում որ Տերը թույլ չի տվել։ Հետ ես կանգնում այնքան ժամանակ, մինչև Տերը արդեն ներքին կանչով է քեզ ասում, գնա, քեզ այնտեղ սպասում են։ Ուրեմն տեսեք Պողոս առաքյալ անդադար ձգտում էր, թե Սուրբ Հոգիներին ասել պիտի գնաս Հռոմում էլ ինձ համար վկայես, քարոզես, բայց ամեն դեպքում ինքը աղոթելով սպասում էր, որպեսզի Աստծո թույլտվությունը ունենա։ Ուրեմն ամենք ավելի լավը չենք, քան Պողոս առաքյալը, սիրելիներ, ինչու, որովհետև Պողոս առաքյալը տեսեք անդադար աղոթելով, հիշում եք Կորինթացիների նամակի մեջ, ասում է 3 անգամ ինչ ուներ, ցավ ուներ, չէ՞, աղոթեց այդ ցավի համար, բայց Աստված չհանեց։ Հիմա տեսեք այդ տողերը կարդամ, տեսեք ինչքան գեղեցիկ է։ Ասում է եւ որպեսի այդ հայտնությունների առատությամբ չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայտ, սատանայի մի падգամավոր, որը բռնցքահարում էր ինձ, որպեսի չգոռոզանամ, եւ դրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ ինձանից հեռացնի, բայց ասաց ինձ. իմ շնորհը քեզ բավ է, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում։ Տեսեք խոնարհությունը։ Ասում եմ, որպեսզի այդքան շնորհներ, որ ես ստացա, հայտնություն ունեցա, Քրիստոսին տեսա, իմ կյանքում շատ բաներ հասկացա, ասում եմ, որպեսզի ես չգոռոզանամ, սատանայի ասում եմ բռնցքի, ասում եմ ինձ բռնցքահարում էր, որ չգոռոզանամ, եւ ասում եմ ցավն էլ այնքան զորավոր որ խնդրեցի 3 անգամ հանի, ել չեմ դիմանում, բայց ես իմ շնորհը բավ է քեզ, իմ զորությունը քո տկարության մեջ է։ Ուրեմն երբ որ մենք տկարության մեջ ինչքան ջերմեռատ ենք, չէ՞ մենք ցավի մեջ աղոթում, բայց երբ որ մենք առողջ ենք, նույն բանը չենք անում մեր կյանքի մեջ։ Հիմա տեսեք հետարքեր մի դեպք պատմեմ, օրեր առաջ գնացել էի Քաղցկեղի հիվանդանոց, այնտեղ մի հիվանդ կնոջ այցելեցի, ուրեմն ոնց որ ինձ սпасելուց լիներ, ես էլ չգիտեի ինչու իրեն գնացի հենց տեսնելու, բայց միանգամից սկսեց իր կյանքը պատմել, իր մեղավոր ամբողջ կյանքը պատմեց, դուրս եկավ, ասաց, որ խնդրեմ, ինձ կգրկես դուրս գանք միասին քայլենք։ Այսպես այդ խողովակները դրած իր հետ դուրս ենք եկել, հիվանդանոցի բակում քայլել ենք, ու ինչ պարզվեց, որ այս մարդը երբեք սեր չէր ստացել։ Ծնված օրենից մանկատուն են նետել, հետո ինքը փախել, հետո անբարո կյանքով, հիմա էլ երիտասարդ 30 քանի տարեկան մահամերձ պարկած։ Բայց սրա հետ մեկտեղ Տիրոջն էր կանչում։ Աստծո հետ խաղաղություններ գտել։ Եվ ինչքան կարևոր է, որ
աղոթեցինք, սուրբ հաղորդություն ստացավ, այս տկարությունն է։ Դու չգիտես ինչու համար ենք այս ամբողջ ճանապարհը, չէ՞ ծնված օրվանից մերժված լինել ու հետո գալ հիվանդության միջով անցնել։ Բայց Տերը գիտի, որտեվ իր նպատակը մեկ է՝ մեր փրկությունը։ Մենք կարող է չհասկանանք, օրինակ թե երբ որ գնում ես հիվանդանոց, տեսնում ես 2 տարեկան, 5 տարեկան, 6 տարեկան երեխա քասկեղով հիվանդ պարկած կյանքի հետ կռիվ է անում, ակամ այս քո մեջ հարց է առաջանում, չէ՞, ինչու։ Այս երեխան ինչ էր արել։ Հիմա սա ծնողի մեղքն էր, Աստծո փառքի համար էր, գուցե ծնողի դարձյալ, մենք չգիտենք, մենք օրինակները Սուրբ Գրքով որ նայում ենք, Աստծո գործերը ամեն մեկը տարբեր է։ Օրինակ հիշում եք Պետրոս եւ Հովհաննես առաքյալը, որ եկան տաճար, ի ծնե կաղի տղային տեսան, հարցրեցին, չէ՞ հիմա սրա մեղքը ումն է, իրենը թե ծնողներին է։ Առաքյալն ասում է Աստծո փառքի համար է սա ի ծնե կաղ։ Ուրեմն Աստծո փառքի համար է սա ծանվել։ Մեկ ուրիշը մեկ ուրիշ բանի համար։ Դրա համար այստեղ Պողոս առաքյալը ցույց է ուզում տալ մարդկանց, որ ինչքան էլ մենք խնդրում ենք ինչ որ բան, ուզում ենք որ լինի, բայց վերջում պիտի ասենք որ Տիրոջ կամքով թող լինի։ Հիսուս հիշում եք Հովհաննեսի ավետարանի մեջ վերջին աղոթքը 17-րդ գլուխ այդ ամենադժվար գիշեր ասում էր Հայր, եթե կամենում ես այս բաժակը ինձանից հեռացրու, բայց ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի։ Հիսուս այստեղ նաև կատարյալ մարդ էր որպես աղոթում ցույց տալ համար, որ ինչքան էլ մենք ուժեղ ենք, ինչքան էլ որ մենք համարձակ ու քաջ ենք, բայց վերջին վայրկյանին մեր մարդկային տկարությունը կարող է խոսել մեր մեջ, վախ ունենալ։ Եվ դրա մեջ խնդրում եմ, որ Տիրոջ կամքը լինի անպայման։ Ուրեմն Պողոս առաքյալը անդադար աղոթում է։ Նայեք, տեսեք, նախ իր նպատակի համար չի դադարում աղոթել։ Այսինքն, եթե դուք էլ ձեր առջև նպատակ եք դրել, որ ձեր փրկությունը իրականանա, ձեր գործը Աստծո հետ հաջողությունն է, չպիտի դադարես, բայց դրա հետ մեկտեղ էլ նաև Տիրոջ կամքով պիտի այդ ամեն ինչը կատարվի։ Այս ուղղակի չպիտի անենք անելու համար։ Ձևական չպիտի կանգնես անելու համար, այլ ինչ որ անում ես, նախ սրտով պիտի անես, նվիրումով պիտի անես եւ ամենակարևորը այդ ամենի մեջ դու պետք է անկեղծ լինես։ Եթե անկեղծ չես, քո որևէ գործի մեջ, ծառայության մեջ, քո սիրո մեջ, ընտանիքի մեջ, մարդկային հարաբերությունների մեջ, սրանք պիտի ձախողեն։ Դրա համար Պողոս առաքյալը այս ամենը մեզ օրինակ է թողնում, որ ամեն ինչի մեջ շատ կարևոր է Տիրոջ ներկայությունը, Տիրոջ օրհնությունը։ Եվ եթե Տերը չկամենա, ինչպես է ասում Դավիթ մարգարեն, տունը չի կառուցվի, չէ, շինարաններ անիմաստ պիտի չարչար։ Օրինակ, պարզ օրինակը բերենք մեր քաղաքի եկեղեցին, չէ, տարիներ չի կառուցվում, ինչու։ Շինարանները կան, գումարը կար, հիմա չկար, ինքը ամեն բան ինչու, որովհետև մենք նպատակասլված ամբողջ մեր քաղաքը չի աղոթում Աստծո տուն ունենալու համար։ Հետարքիր բան պատմեմ ձեզ, գիտեք, քաղաքապետարանը մի քանի ծրագիր էր դրել, թե ինչ կուզեն, որ ժողովուրդը վերականգնվի կամ նորոգվի այս քաղաքի մեջ, հաղթեց Շամախյանի մշակույթի այդ շենքը, ակումբը, որտեղ պիտի գնան կարդ խաղան, նարդի խաղան, ինչ որ անեն, 5 մետր են կողմ եկեղեցին էր, եւ ոչ ոք չչվարկեց, որ այդ գումարը դնեն եկեղեցու վերականգնման համար։ Ուրեմն նշանակում որ այս մարդիկ հավատքի մեջ Աստծո տուն իրենց կարևոր տեղը չէ։ Աստծո տուն իրենց համար կարևոր ներկայություն չէ։ Այսինքն, եթե Աստված մեր սրտերի մեջ կարևոր ներկայություն ունի, այդ հավատքից էլ կբխի մեր գործերը, թե մենք ինչ ենք ուզում, որ մեր կյանքի մեջ լինի։ Դրա համար միշտ փնտրենք Տիրոջ կամքը, որպեսզի Տիրոջով կարողանանք առաջ գնալ։ 11-րդ համարի մեջ ասում է, որովհետև խիստ կարոտել եմ ձեզ տեսնել, որպեսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգևոր շնորհներ ամրապնդելու ձեզ։ Հիմա տեսեք, ասում է խիստ կարոտել եմ ձեզ։ Չի տեսել երբեք, բայց կարոտել է։ Կան չէ մարդիկ, որ դու չես տեսել, չես ճանաչում, բայց ուզում ես տեսնել։ Կան չէ այդպիսի մարդիկ մեր կյանքի մեջ։ Ուրեմն Պողոս առաքյալի մեծությունն է այստեղ, ինչ է ասում։ Չի ասում ձեզ կարոտելու համար, ինչ է ասում, չի ասում գալիս եմ ձեզ նոր բաներ սովորեցնեմ, որովհետև այդ մարդիկ կմտածեն, որ մենք արդեն քանի տարի քրիստոնեության մեջ ենք, ինչ պիտի գա նոր, ասում եք գալիս եմ ձեզ որոշ հոգևոր շնորհներ փոխանցելու, ամրապնդելու համար ձեր հավատքը։ Ուրեմն ինչքան խոնարհություն կա այս մարդու մեջ, չի ասում գալիս եմ զորոյից ձեզ քրիստոնեություն սովորեցնեմ, այլ գալիս եմ իմ փորձառությունը ձեզ փոխանցելու այն հմտությունները, կարողությունները, որ դու կարող եք չեք իմացել, ձեզ չեն փոխանցել, որպեսզի ձեր հավատքի մեջ ավելի զորավոր լինել։ Ուրեմն աշակերտը
միշտ էլ գիտելիքի կարիք ունի, չէ՞, գիտելիքը զարգացնելու, այսինքն ցանկացած մասնագիտության մեջ միշտ գնում ենք, չէ՞, վերապատրաստելու, այսինքն նոր բաներ սովորելու, նոր տեխնոլոգիաներ սովորելու, խոսքի նոր ձև, շարժ սովորելու, ինչի համար, որպեսզի դու կարողանաս մարդկանց հեշտությամբ առաջնորդես։ Օրինակի համար, եթե աշակերտ ինքը չուզենա նոր բան սովորել, ինքը կարող է քննությունները հաջողությամբ հանձնել, չի կարող։ Եթե քրիստոնյան ինքը նոր բան չսովորի հավատքի մեջ, ինքը կարող է հաղթել մեղքին, չի կարող հաղթել։ Այսինքն միայն սուրբ գիրքը անգիր արած, աղոթներ անգիր անելով դու չես կարող մեղքին հաղթել, առավել եւս հոգեվոր աճ ունենալ։ Եվ ինչպես որ լճակը, երբ որ որի մեջ ջուր չի ավելանում, այլևս կամաց այդ ջուրը մամրակալում է, նեխում է եւ կյանքը մեռնում է, այնպես էլ մարդ է, թե ինքը իր հոգեվոր գիտելիքները չի ավելացնում, ինքը լճանում է, ճահճանում է։ Դրա համար ասում եմ, ուզում եմ գալ, կարոտել եմ ձեզ, որպեսզի ձեզ հոգեվոր շնորհներ փոխանցեմ, որպեսզի ամրապնդվեք հավատքի մեջ։ Եվ ինչ է ասում, բազում նեղություններ կրելով է, որ մենք պետք է մտնենք Աստծո արքայությունը։ Տեսեք, ուրեմն մեկ բան է հավատալ, մեկ բան է եկեղեցին հիմնադրել, մեկ բան է այս ամուր այնքան ամուր դարձնել, որպեսզի մարդը դիմանա հալածանքներին ու փորձություններին։ Հիմա տեսեք, սա գործ կառաքելուցից էր այս հատվածը, բազում նեղություններ կրելով պիտի մտնենք երկնքի արքայություն։ Հիսուսը ինչ էր ասում, մինչև այսօր ասում է, շատ շատերը երկնքի արքայությունը ուժով են վերցրել, այսինքն կռվել են, պայքարել են, ուղղակի չեն նստել, ասել մկրտված եմ կամ հոգևորական եմ, հավատացյալ եմ, վերջ ես փրկված եմ, չէ։ Այսօր շատ գայթակղություն կա, շատ ասում են, ես փրկված եմ։ Սա նշանակում է, որ դու ոչինչ չես անում քո փրկության համար։ Եթե դու փրկված ես, ուրեմն ինչի համար ենք մենք այսքան նեղություններ կրում, եթե դու փրկված ես, Հիսուս ինչի է խաչվել քեզ համար։ Եթե բոլորը պիտի փրկվեն, Հիսուս ինչու եկեր խաչվել։ Ուրեմն մենք բազում փորձություններ պիտի համբերենք, նեղություններ, որպեսզի հասնենք այդ արքայությունը։ Ուրեմն հավատացյալներին ամրապնդելով հավատքի մեջ, առաքյալը նաև ինքն իրեն էր նույնացնում, որտեվ ինքն էլ էր, չէ՞, սո։ Հիմա ես ամենապարզ օրինակը, երբ որ ես նստում եմ, գրում եմ ձեզ համար պատրաստում եմ, ինքս էլ լիքը նոր բաներ եմ սովորում։ Ուրեմն երբ որ գնար այնտեղ, ինքը շատ բաներ պիտի փոխանցեր, նաև ինքը պիտի շատ բան սովորել քրիստոնյաներից, թե Հռոմի մեջ, այդ այլասեռության քաղաքի մեջ մարդիկ ոնց էին ապրում։ Շատ հեշտ է վանքում վանականի կյանքով ապրել, չէ՞, ոչ ոք չկա, գայթակղություն չկա, դու ես Աստվածը եւ սատանան կարող է լինել։ Բայց երբ որ դու աշխարհի մեջ ապրում ես, հազարավոր մարդիկ սատանա նրանց տեսքով մտերիմ, ընկեր, բարեկամ միշտ գալիս են քեզ գայթակղելու։ Արա, ոչ ոք չի տեսնի, խմի, ոչ ոք չի իմանա, այդ ցավը տանեմ, ով է իմանալու, մենք ենք նստած այստեղ, խմի մեր հետ։ Այսինքն քեզ այսպես նուրբ խոսքերով մամաս էսի հատուկ քեզ համար է ուղարկել, էսի մենակ քո համար են բացում, կարևոր հյուրերը չկան, եթե դու չգայր ես օղին չէի բացի։ Տեսեք, ամենապարզ բաներն է գայթակղության։ Եվ ինքը գնում էր այս մարդկանց սովորեցնելու, ինքն էր ավելի ամրապնդվելու, զորանալու, որտեվ հոգևոր շնորհներ պիտի փոխանցեր։ Ինչ է հոգևոր շնորհ, այսինքն ինչ շնորհներ պիտի փոխանցեր։ Հիմա տեսեք, մեկ բան է, երբ որ դու լսում ես, մեկից որ ուղակի կարդացել պատմել է, մեկ բանը որ ինքը ապրել է, չէ՞ այդ ամեն ինչը։ Օրինակ ասում է, սիրիր քո թշնամուն։ Հեշտ է, չի ասել, մենք միշտ ասում ենք, սիրիր քո թշնամուն, հեշտ է թշնամուն սիրել։ Ներիր բոլորին, կարող ենք մենք բոլորին ներել։ Չի ստացվում։ Չի ստացվում, այսինքն ով որ ներել է, նա կարող է այդ ամենը վկայել, ոնց ներել, ոնց սիրել։ Հիմա Պողոս առաքյալ ինքը Հիսուսին հանդիպել է, ուրեմն մեկ բան է Հիսուսին տեսած մարդու հետ խոսել, մեկ բան է մեկը որ լսել է, գրքերը անգիր արել է, խոսել է, կամ բժիշկ է, թե ինքը համալսարանը ավարտել է կարմիր դիպլոմով, բայց ինքը երբեք չի վիրահատել, մարմնի հետ գործ չունեցել, նա ոնց կարող է, չէ՞։ Կամ եթե դու հանցագործ չես բռնել, նրա հետ ձեռնամարտի չես, ոնց կարող ես խոսել, ոնց պիտի հանցագործին վնասազերծես։ Այսինքն փորձառությունը շատ կարևոր բան է։ Դրա համար Պողոս առաքյալը հոգևոր շնորհի մեջ նաև իր փորձառությունն է ուզում փոխանցել, թե դու ոնց ես անում, որ հաղթահարում ես։ Այ հիշում եք Անտոն Անապատականի մասին գիտեք, որ քրիստոնեական եկեղեցություններից մեկն է, ինքը երբ որ գալիս է վանք, որ վանական դառնա սիրելիներ, երբ որ մտնում է վանքի ճաշարան, այդ ժամին վանականները ճաշում էին, ասում է, երբ որ ներս մտավ, ոչ ոք գլուխը չշարժեց։ Այսինքն, եթե դուք մտնեք մեկի տուն հյուր ու ոչ ոք ձեր վրա չնա, ինչ կանեք։
Առաջին մտածումը դուրս գանք ստեղ, որտեղ արհամարված ենք։ Անտոն անապատակարն ասում է, գուցե ես սրան եմ արժանի ու լուր կանգնում է դրան անկյունում։ Մի քանի րոպե հետո վանականից մեկը վերջ մի ոսկոր է շպրտում դիմացը։ Հələ տեսեք, մտել ենք, չեն բարևում, չեն նայում վրան, մի հատ էլ հիմա ոսկոր, ասում է գուցե սրան եմ արժանի։ Խոնարհվում այդ ոսկորը վերցնում է, որ կրծի, ասում են վեր կաց։ Իրեն մի անգամից վանք են ընդունում։ Տեսեք, գործնական։ Ինքը ցույց տվեց իր խոնարհությունը։ Բայց հանկարծ մեզ մի հատ ավելորդ մի բան, հանկարծ այսօր շատ-շատերի հետ, չէ՞, թե հանկարծ պաշտոնյաներ են, դուքով չխոսես, մի մեծ թեմա, որ քեզով թույլ տվեց իմ հետ դույով խոսես, դով ես որ ինձ այդպես ես խոսում, մի հատ քեզ հանգիստ պահի էսպես, բայց ամենապարզը մենք Աստծո հետ ենք դույով խոսում։ Բայց մենք մարդիկս վարժված չենք այդ պարզության մեջ, ապա մենք սովոր ենք sense բարդ խճճված կյանք ունենալ եւ այդ բարդության խճված մեջ էլ հաստատել մեր եսը։ Դրա համար Պողոս Արաքելը ասում է գամ փոխանցեմ, որ ամրապնդվեք, ես էլ ամրապնդվեմ եւ բոլորով միասին կարողանանք հաղթել։ Այս ձեռքը ուժեղ ինչքան է, սրա ուժը որտեղ է։ Ամեն մատը իր գործողությունն ունի, չէ՞, բայց ինքը ուժեղ այսպես բռունցք եղած։ Ուրեմն քրիստոնյաներն էլ են այդպես։ Եթե միայնակ ես գործում, դու ուժ չունես։ Եթե հավաքական համայնքային ենք գործում, մենք շատ զորավոր ենք։ Աբազ երբ որ վերցնում ես բաց ես թողում, քամին հենց քշում է, չէ, բոլոր հատիկները, բայց մի փոքրիկ ցեմենտ շաղախվեց, ինքը ամբողջությամբ ցած է ընկնում։ Ուրեմն այդպես էլ քրիստոնեական կյանքն է, որ մեկը մյուսին լրացնելով իրենք փորձում են հաղթանակ տանել մեղքի հանդեպ այս աշխարհում։ 13-րդ համարի մեջ արդեն շարունակում է ասելու ներողություն։ Չեմ կամենում, եղբայրներ, որ դուք անտեղյակ լինեք, թե շատ անգամ կամեցա գալ ձեզ մոտ, որպեսզի ձեր մեջ էլ որևէ պտուղ գտնեմ, ինչպես այլ հեթանոսների մեջ, բայց այդ արգելվեց ինձ մինչև այժմ։ Տեսեք, Պողոս Արաքյալը ասում է վերևում, որ աղոթում եմ, որ գամ մի օր ձեր մոտ։ Հիմա ասում է, ուզում եմ տեղյակ լինեք, որ շատ անգամ եմ փորձել գալ, բայց չի ստացվել, արգելվել է։ Ինչու է սա գրում։ Որպեսզի հանկարծ ոմանք չասեն, շատ էր ուզում գայր, ինչն էր քեզ խանգարում, չէ՞։ Հիմա մեր կյանքում էլ այդպես, որ ասում ես, ինչքան է քեզ մե ուզում էիր գայր, բայց չի եղել, արգելք է, տեսեք, ասում է արգելվեց ինձ, չի ասում ինչից եղավ, ասում է արգելվեց ինձ։ Արգելք կար, չէի կարողանում գալ ձեզ մոտ ձեզ տեսնելու։ Ցանկանում է, բայց չէ լինում։ Ուրեմն արգելք էր։ Ինչի համար է այս արգելքը դրվում մեր կյանքի մեջ։ Օրինակ, շատ հաճախ չէ օրվա մեջ ուզում ենք մեկին զանգել, մեկ էլ ամբողջ օրը անցնում է, տեսնում ենք, որ չզանգեցինք։ Ոչ թե որ մենք սեր չունեինք, պակաս էր մեր սերը, ուշադրության պակաս կար։ Օրինակ, անցյալ օրը աղոթքի ժամանակ զանգ եկավ, հայրիկս էր, անջատեցի, որ հետո զանգեմ ու մոռացել եմ զանգել։ Ոչ թե որ հորս չեմ սիրում կամ անպատասխանատու է։ Չեղավ ժամանակ որ զանգ։ Հիմա նույն ձևով ի՞նչն էր արգելքը։ Մենք չգիտենք։ Մենք դրա մեջ նաև հոգևորը փնտրենք, տեսնենք։ Հիմա Պողոս Արաքյալը շատ անգամ ուզեց, բայց արգելվեց իրեն գալ նրանց մոտ։ Ուրեմն Արաքյալը այստեղ ցույց է տալիս, որ ինչքան էլ սիրում է նրանց, հակառակ բոլոր արգելքների, մեկը ինքը չի նահանջում իր նպատակից։ Հասկացեք, այսինքն ուզում է ասել, որ ինչքան էլ արգել կա, մեկը ես ձգտում եմ, աղոթում եմ, որ անպայման գամ ձեզ մոտ։ Սա ցույց է տալիս, որ ինչքան էլ արգելքներ լինեն, խանգարող հանգամանքներ լինեն, Տիրոջ գնալու ճանապարհին չպետք է նահանջես։ Ամեն բան պիտի անես, որպեսզի դու հաղթես։ Ամեն բան պիտի անես, որպեսզի դու քո նպատակին հասնես։ Ուրեմն մեր կյանքի մեջ մենք իբրև մարդիկ շատ շուտ ենք հիասթափվում։ Չէ՞, մեր մանավանդ հիմիկվա այս ժամանակներում հիասթափություն ամենաշատն է մեր կյանքի մեջ։ Մի փոքրիկ անհաջողություն, դժվարություն, հատկապես երիտասարդների մոտ մի անգամից հուսահատվում են, էլ ոչ մի բան չեն կարողանում անել, կյանքը մեռնում է մեջները։ Բայց տեսեք, այսքան արգելքների մեջ, մի օր փոթորիկ էր, մի օր ցուրտ էր, 2 տարի ձեռնաշղթաների մեջ էր Պողոս Արաքյալը, այստեղից այնտեղ աքսորվում էր, բայց նպատակը մեկն էր, ինքը ամեն ինչ անում էր հակառակ այս ամեն ինչ, որ ինքը Ռոմ հասներ։ Հիմա նույնն էլ մեր հոգևոր անտեսանելի կյանքի մեջ ինչ էլ որ լինի, քո աղոթքը չպիտի պակասեցնես։ Ինչ էլ որ լինի, չպիտի նահանջես քո հավատքի մեջ։ Ինչ էլ որ լինի, դու չպիտի դադարես ապրել։ Աստված քեզ այդ կյանքը տվել է մեկ անգամ այս երկրի վրա ապրել։ Ուրեմն պիտի այնպես ապրես, որ կյանքը հոգևորությամբ լցնես, հոգևոր աճդ գրանցես, որպեսզի հավիտենական կյանքը ժառանգի։ Եվ ինչ նպատակով ուզում Հռոմում լինել Պողոս Արաքյալը, ասում է, որպեսզի ձեզանից պտուղ քաղեմ, պտուղ տեսնեմ։
Այսինքն նաև գալուս նպատակը ոչ թե միայն ձեզ տեսնելն է, այլև պտուղ տեսնել։ Թե ինչ պտուղներ են դա, քանի որ Հռոմ արդեն ասացի հայտնի քաղաք էր, արևմուտքի կենտրոնն էր, բոլոր տեսակի մեղքերը կար այդ քաղաքի մեջ, իր նպատակը նաև գալ տեսնել այդ մեղքի մեջ քրիստոնյաները ինչպես են ապրում, քրիստոնյաները ինչ են անում։ Այ ամենապարզ օրինակը հոգևորակյանի կյանքով բռնում։ Ես Դիլիջանում միշտ կապայով եմ, չէ՞, ինձ սքեմով են ինձ բոլորը տեսնում։ Նույն բանը ես ուզում եմ գնալ Երևանում տեսնել։ Այսինքն երբ որ քայլում ես, հո չես ամանչում այս շորը թաքից հետ հանել։ Այսինքն հո չես ամանչում, որ դու քրիստոնյա ես։ Այսինքն այդ մեղքը ինչքան էլ շատանում է կյանքի մեջ, հո դու չես դադարում քո ինքնությունը պահել։ Այսինքն դու պետք է ամեն ինչ անես, որ քո ինքնությունը պահես։ Ուրեմն բազմաթիվ հավատացյալներ, ովքեր ապրում են Հռոմում, Պողոս Արաքյալն որ այս մարդիկ պտուղ տան հավատքի կյանք իրականում ապրել։ Կարևոր չի դու շրջաններում ես ապրում, թե մայրաքաղաքում ես ապրում, պահանջը նույնն է բոլորիցս։ Ամենտեղ դու նույնը պիտի լինես։ Չես կարող ծանոթներիդ, ընկերներիդ շրջապատում լավ քրիստոնյա լինել, անծանոթ միջավայրում անտարբեր անաստված լինես ու մեղքեր գործես, ասես դե ոչ ոք համայնքից մարդ չկա, ինչ չեն տեսնում, չեն ճանաչում։ Որտեղ որ լինես, վկա է Աստված։ Այսինքն սրտերը քննողը Աստված է։ Դու ինչպես նայեցիր, ինչ մտածեցիր իր մասին, ինչ խորեցիր սրտումդ, իրեն տեսնելուց բարկացար, ինչ որ մի բան օգտեցիր, դա քո փառքի համար արեցիր, թե իր սիրո համար արեցիր, Աստծով տվեցիր, թե մարդկային հպարտությունդ կերակրելու համար, բավարարելու համար, դու պետք է հասկանաս, որ սիրտդ քննողը կա, ումից ուզում ես փախչիր, իրենից չես կարող փախչել։ Ում մոտ ուզում ես ձևացրու, իր մոտ չես կարող ձևացնել։ Դրա համար ասում ուզում եմ գալ, որպեսզի պտուղներ գտնեմ, տեսնեմ այդ կյանքը ձեր հոգևոր կյանքը պտղաբեր է, թե չէ։ Ուրեմն 14-15 համարները, եսեք ինչ է ասում արդեն, ես ասում եմ պարտական եմ հույներին ու բարբարոսներին եւ իմաստուններին եւ անգետներին։ Այդպես էլ որչափ իմ ուժերը ներեն, ես պատրաստ եմ հոժարությամբ ավետարանելու նաեւ ձեզ, որ Հռոմում եք։ Ուրեմն ես պարտականություն ունեմ, այսինքն պարտք եմ նաև դրանց, այսպես ասենք։ Ինչ է սա։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզել բոլոր մարդկանց, հույներին, բարբարոսներին, այսինքն հեթանոսներին, իմաստուններին, անգետներին, բոլորին հավասարապես պիտի ավետարանը քարոզել։ Ուրեմն Պողոս Արաքյալը այսպիսի պարտականություն եւ Կորինթացիների նամակի մեջ ասում է, որովհետեւ եթե ավետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտավորություն է դրված իմ վրա, բայց վայ է ինձ, եթե չավետարանեմ։ Տեսեք, ինչ որ ես էլ դուք էլ անում եք, սա պարտականություն է դրված մեր մեջ, չէ՞, այսինքն ես ավել բան չեմ անում, երբ որ ժամերգություն եմ անում, պատարակ եմ անում, սուրբ գրքի, սա իմ պարտականությունն է, այսինքն Աստված ինձ կոչել է քահանայության, ես համաձայնվել եմ իր ծառան լինելու, ուրեմն պարտականություն ունեմ իր ծառայությունս ճիշտ անելու, բայց ասում եմ վայ ինձ, եթե չավետա, այսինքն վայ ինձ, եթե ես այդ ամենը չանեմ։ Վայ ամեն մարդուն, որ առավոտյան Կիրակի կարդանա, կասի, տեսօր հոգնած եմ, հավես չունեմ, լվացք ունեմ, ճաշ ունեմ, հյուրեր ունեմ, պատարակի չգնաս։ Վայ, եթե դու աղոթքդ թողնես մի կողմ, գնաս աշխարհիկ հոգսերով, ասես դե լավ, այսօր էլ չաղոթեմ, թող Տերը սպասի։ Ուրեմն վայ ինձ։ Ուրեմն սա ամենակարևոր ու քաղցր պարտականությունն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա ունի։ Ուրեմն Պողոս Արաքյալը շնորհ էր ստացել, եւ այդ շնորհը ինքը պարտավոր էր փոխանցել մյուս մարդկանց, բոլորին անխտիր, առանց նրա մաշկի գույնը նայելու։ Ուրեմն ինչպես որ դու փող ես վերցնում եւ պարտավոր ես վերադարձնել պարտկատիրոջը, այնպես էլ շնորհը Աստված քեզ տվել է եւ քեզանից պահանջելու է։ Քահանայի պարագային ասում է. լսեք ով հովիվներ, ձեզ կարգել եմ իմ ժողովրդի վրա, եթե կորցնեք այդ ժողովրդին, նրանց մահվան այրունը ձեզանից են պահան, այսինքն նրանց կորսված հոգիները, թե մեկը մեղքի մեջ հայտնվի եւ կորչի, քեզանից են պահանջելու այդ մարդու հոգին, որ քո պատճառով այդ մարդը գնաց կործանվեց։ Դրա համար նաեւ ավագ 5 շաբթի աղոթքը հիշում եք, Բարսեղ Կեսարացու Սուրբ հաղորդությանը ճառը ասում է այլևս անպարտ եմ, այսինքն ինչ որ կար ձեր երեսին ասեցի, մնացածը դուք գիտեք։ Հիմա Պողոս Արաքյալն էլ այսպես է ասում, որ ես պարտականություն ունեմ քարոզելու բոլորին, բայց մնացած արդեն դուք ինքներդ գիտեք, ինչ պիտի անեք։ Ուրեմն հույններ եւ բարբարոսներ, պարտական եմ հույներին եւ բարբարոսներին։ Ուրեմն գիտեքսներ, հույները ռոմեական կայսրության արևմուտքում են գտնում, այսօրվա
եթե տարածքը պատմենք Թուրքիա եւ Իտալիայի մեջտեղը, Հունաստանը, այդ ամբողջ տարածքը, ուրեմն ժամանակի ամենազարգացած մշակույթը կար, արվեստը կար, նրանք համարում են քաղաքակիրթ հասարակություն, այսինքն տեսեք ամենահայտնի փիլիսոփաները, մաթեմատիկները, երկրաչափ հին անտիկ աշխարհի գրողները, սա հույներ են։ Եվ հույները ավելի զարգացած ու կիրթ էին, քան Ռոմում ապրող ժողովուրդը։ Ուրեմն դրա համար ասում է պարտական եմ հույներին։ Երկրորդը բարբարոսները այստեղ ասում Պողոս Արաքյալը կամ ոչ քաղաքակիրթ բռի ժողովրդին sense, այսինքն նաև սրանցն են պարտանում, որ թե քաղաքակիրթ թե ոչ քաղաքակիրթ հասարակությանը բերեր հավասարեցներ, այսինքն գիտեք, երբ որ եկեղեցին քրիստոնեությունը տարածվեց, շատ տարբեր խավերի մարդիկ ընդունեցին քրիստոնեություն, բայց ինչպես այսօր, չէ, եկեղեցիներում այն ատյանում հատուկ աթոռներ կան դրված հարուստների համար, պաշտոնյաներ, բայց հանկարծ մի հասարակ ժողովուրդ գանդեղ նստի կհանեն դուրս կգցեն։ Հիմա Պողոս Արաքյալի նպատակը սա էր, որ հավասար լինեն եկեղեցու մեջ, բայց հետո դարերի ընթացքում եկեղեցին նորից բաժանում դրեց հարուստների ու աղքատների մեջ։ Ոչ թե Քրիստոսի եկեղեցիներ, ծառայող մարդիկ եկեղեցու մեջ։ Ուրեմն հիմա այստեղ ասում է, որ այս անկիրթ մարդը եւ կիրթ մարդը եկեղեցու մեջ հավասար են, այլևս խտրականություն չկա, արույեքի, ազատի, ծառայի, ասում է, բոլորս էլ Քրիստոսով մեկ եղանք։ Մենք շատ հաճախ տեսել ենք, երբ որ տարբեր եկեղեցիներ գնում ենք պատարագի, ասում են թողեք տղամարդիկ առաջինը գան, հետո նոր կանեք։ Չկա այդպիսի բան գրված որևէ տեղում։ Չկա։ Մարդիկ բաժանել են ու կռիվ են սարքում այսօր դրա մեջ, թե հանգարց մի կին շշկռվի, մի հատ առաջ գա ու միտեղ խնդիր են սարքում։ Չկա այդպիսի բան։ Եկեղեցու մեջ հավասարություն է, բոլորը հավասար են, արու, էկ, ազատ, ծառա, չկա այդպիսի բան եկեղեցու մեջ։ Սրանք մարդկային բաներ են, գործոններ են, որ խանգարում են մեր ճշմարիտ հավատքին։ Ուրեմն կրթվածն էլ անկիրթն էլ հավասար են Աստծո առջև։ Երկուսն էլ մերկ են ծնվում, երկուսն էլ նույն դագաղով են գնում այս աշխարհից։ Գերեզմանի քարերը կարող են տարբերել, բայց տակը նույն նեխածն են։ Բան չկա։ Դրա համար Հիսուս ասում է, կեղծավորներ ասում է, բաժակի երեսը մաքրում եք, մեջը մոռանում եք, որ մեջը պիտի մաքուր լինի, կամ ճոխ գերեզմաններ եք սարքում, մոռանում եք, որ տակը փթած է։ Այսինքն այս արտաքին մարդու մասին միշտ մտածում եք, բայց մոռանում եք, որ ներսի մարդը ձեր մեռած է։ Եվ երրորդ ասում է իմաստուններին ու անգետներին։ Ուրեմն իմաստուն մարդիկ կան, չէ՞, այսօր որ կարդացած է մի քանի բան ավել գիտեն, նույնիսկ վերևից են նայում մարդկանց, որ էսի կարդացած չի, իսկի դպրոց չի ավարտել, բայց ազնվությունը դպրոց ավարտելու հետ կապ չունի, չէ՞, մաքուր կյանք ունենալը դպրոցի դիպլոմի հետ կապ չունի։ Գիտելիքի հետ կապ չունի քո ազնվությունը։ Ուրեմն արդար լինել, ազնիվ ապրելը կարող թե դու ինչ սիրտ եւ ինչ հոգի ունես եւ կարեւոր ինչ միտք ունես դու եւ ինչի համար այս այդ ամենը գործածում քո կյանքի մեջ։ Ուրեմն այս բոլոր մարդկանց հանդեպ Պողոս Արաքյալը ունի առաքելություն քարոզելու, բերելու, ավետարանելու եւ ասում է նաեւ ձեզ, որ Հռոմում եք ապրում, այսինքն այս բոլոր խառը ժողովուրդը Հռոմում ապրում, ուրեմն խտրականություն չկա, ասում է, որ գան բոլորիդ մոտ, բոլորդ էլ հավասար քրիստոնյաներ պիտի լինեք եւ բոլորի ձեզ պիտի ավետարանը։ Եվ Աստծո համար ընտրյալ ազգեր չկան, չէ՞, ասում են հрьяաները, որ մենք ընտրյալ ազգ ենք, չէ, ընտրյալ ազգ չեք։ Մենք էլ ընտրյալ քրիստոնյաներ չենք, առաջինն ենք ընտրում։ Բոլորս հավասար ենք եւ քանակից է որոշվում, թե դու իրոք ընտրված ես ապրելու, թե դու մեղավոր կյանք ես։ Ինչպես որ միրգը, չէ՞, ամենապարզ օրինակը, միրգը վերստում ես, եթե 20%-ը փչացած լինես, ես դանակով կտրում դեն ես նետում, մնացածը կտրում ես, ուտում ես։ Երբ ենք միրգը դենետ, որ արդեն 80%-ը փթած է, բան չկա մաքրելու, դեն ենք նետում։ Ուրեմն մեր ժողովրդի ընդհանրապես հասարակություններ գնահատում է, թե մենք ինչպիսի քրիստոնյաներ ենք եւ այդպեսիներ որոշում է մենք Աստծո օրհնություն ունենք, թե չունենք։ Եվ այս պարտականությունն է, ուրեմն նաև մեզ վրա է սիրելիներ, որ հрья քրիստոնյա կլինես, հեթանոս քրիստոնյա կլինես, կրթված քրիստոնյա կլինես, հայտնի կամ անհայտ քրիստոնյա կլինես, հանկարծ չորոշես, որ դու ավելի լավն ես, քան մյուսները։ Եվ այստեղ նաև Հռոմեացիներին, որ չմտածեք, որ դուք Հռոմի քաղաքացիներ եք, Հռոմում եք ապրում, դուք ավելի լավն եք, քան մենք, քան մյուսները։ Այսինքն չմտածեք, որ դուք առաջին քրիստոնյաներն եք, որ ընդունել եք պետականը, դուք ավելի լավն եք, քան վերջերս ընդունած աֆրիկյան մի ցեղ, որ քրիստոնեություն դել, նրանք ավելի պակաս են ձեզանից, այլ բոլորս Քրիստոսով հավասար ենք։
Եվ այսօր վերջին երկու համարը շատ կարևոր է, տեսնենք ինչ է ասում, որովհետև ասում է ամոթ չեմ համարում 16-րդ համարը, ավետարանելը, քանի որ այն Աստծո զորությունն է ի փրկություն բոլոր հավատացյալների, նախ հրյաների, հետո հեթանոսների։ Ուրեմն ավետարանը, այս գիրքը սովորական գիրք չէ, սիրներ, սա գրքերի գիրքն է։ Եվ սա պարզապես մի բարի լուր չէ, այլ սա Աստծո զորությունն է։ Ինչի համար? Մարդկանց փրկության համար։ Ուրեմն սովորական լուր չէ, որ Պողոս առաքյալը բերեց, ասում է, տեսեք, ամոթ չեմ ամոթ, սա Աստծո զորությունն է մարդկանց փրկության համար։ Ցավոք սրտի այսօր շատ մարդիկ կան, որ ամոթ են համարում այս զորություն ունենալ։ Սա տկարություն են համարում։ Մեր պատճառով սխալ պատկերացում են կազմում քրիստոնյաների հանդեպ, քրիստոնյանական կյանքի մասին, սխալ պատկերացումներ կան։ Եվ ինչ է սա? Ուրեմն հավերժ ապրելու համար մարդը ինչ պիտի անի? Հավերժ ապրելու համար մարդուն ինչ է պետք? Հավերժ զորություն է, չէ՞ նաև պետք։ Այսինքն անդադար զորություն պիտի ստանաս, որ ապրես։ Ուրեմն հավերժ ապրելու համար մարդուն հավերժ զորություն է պետք։ Եվ այս հավերժ զորությունը որտեղից է գալիս? Այս գրքից։ Այստեղից է լույսը ճառագում։ Այստեղից է կյանքը գալիս։ Եվ այս փրկության զորությունը տրվում է բոլոր հավատացյալներին, առանց խտրականության։ Մեղավոր թե ես, թե անմեղ ես, ինչպես ասում է, Աստված իր անձրևը թափում է եւ մեղավորի այգիների վրա եւ արդարի այգիների վրա։ Այսինքն այս անձրևը բոլորի համար է։ Չի կարող մեկն ասել, այս անձրևը իմ այգու համար եկավ կամ միայն ինձ համար եկավ։ Այս գործն էլ, այս փրկության ավետարանը, նամակն էլ բոլոր մարդկանց փրկության համար է։ Բայց դու ինչպես կվերցնես այդ ավետարանը, կպահես, կընթերցես, արդեն կախված է քեզանից։ Ուրեմն ավետարանի զորությունը ճաշակելու համար մարդուն առաջին բանը ինչ է պետք? Հավատք։ Հիշում եք, ցանկացած պահի, մինչև մարդը ինքը չհռչակեր իր հավատքը, Հիսուս կարող էր այդ մարդուն օգնել կամ բժշկել։ Ոչ, հիշում եք, ամեն հարց, որ մոտենում են, առաջին բանից մեր հավատում ես, եւ ինչեր այդ մարդը բարձրաձայն չասեր, այո Տեր, հավատում եմ, Հիսուս չէր հռչակում իր առողջությունը, որ կամ իր կյանքը, որ բժշկված է, կամ ասում էր գնա քո հավատքը փրկեց քեզ, կամ ասում է գնա բժշկված ես, քեզ քահանային ցույց տուր։ Ուրեմն շատ կարևոր է քո հավատքը, որ նաև վստահություն է նշանակում, ոչ միայն հավատալ իրեն, այլև հետևել Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն հետևելն էլ շատ կարևոր է։ Այսօր շատերը հավատում են, բայց չեն հետևում։ Եվ նույնն էլ մեզ է վերաբերում։ Ամոթ չհամարել։ Այ տեսեք, չամաչել, որ դու քրիստոնյա ես, չամաչել։ Դիլիջանում ինձ համար սովորական է մեր քաղաքի ժողովրդին տես, բայց որ Երևան եմ գնում, այնքան գեղեցիկ է, մարդիկ մոտենում են փողոցի մեջ, ասում են, «Տեր, մի հատ կաղոթես», ու փողոցի մեջ ձեռքս մեր գլխին աղոթում ենք իրար հետ։ Չենք ամանչում։ Չի ասում, «Վայ, գիտես, հանկարծ ձեռքը չդնես իմ գլխին, չիմանան»։ Այնքան կարևոր է այդպես վկայել քո հավատքը փողոցում նույնիսկ։ Չամաչել։ Թեկուզ ռեստորանում ես, սրճարանում ես, խաչակնքվես նոր ուտես քո ճաշը։ Շատ գեղեցիկ է սա էլ քո վկայությունն է, որտեղ այդ հավատքի այդ զորությունից է գալիս նաև քո փրկությունը։ Երեկվա նյութը, որ տեղադրել էի խաչը կրելու, կանխելու, մեկին գրել էր, ես այսինչ եկեղեցին եմ գնում, իմ տանը խաչ կա, բայց ես չեմ ընդունում, որ խաչը գցում են վիզը, որովհետև խաչը քո սրտի մեջ պիտի լինի, լիքը պոռնիկներ, հարբեցողներ խաչ են կրում, այդ խաչ արզը զրկվում է։ Բայց դա չի ասում քեզ, որ դու պիտի խաչ չկրես։ Հիմա շատ մարդիկ կան, շորը կրում են, բայց ուրիշ բան են, հիմա շոր չհագնենք, որովհետև այդ մարդիկ այդ շորի արժեքը փչացրել են։ Այսինքն շատ կարող է սրտից մեջ խաչ ունելը ո՞րն է։ Ես առաջին անգամ որ գնացի Սևանի բանտ, ուրեմն այն ժամանակ 20 տարի առաջ Սևանի բանտում այն մարդիկ ովքեր 4-րդ, 5-րդ անգամ էին դատվում, այդ դրանից հետո ավել։ Երբ որ այնտեղ եկեղեցի կար, աղոթքը վերջացրինք, սուր գրքի դասը վերջացրեցի, ասացի դե եկեք ծնկի իջնենք, աղոթենք, ասաց Տերը ջան, կլինես որ մեր սրտի մեջ ծնկի իջնենք, հետո դուրս գանք նոր եկեղեցում, ասի ինչո՞ց ես դու թեմա է մեր վրա։ Այսինքն դու բանտում չես կարող էլի Աստծո առջև ծնկես, հանկարծ քեզ կծաղրեն։ Բայց երբ պիտի դու հետո այդ քո զորություն, Հիսուսը ով որ ինձ մարդկանց առջև ուրացավ, ես էլ իրեն կուրանամ Աստծո առջև։ Ուրեմն խաչը այս զորությունն է, որ դու սրանով փրկված ես,
այս զորությունով դու այլևս այս աշխարհին չես պատկանում, բայց խաչով է երկինքը բացված քեզ համար։ Ես չեմ տեսնում քո սրտի մեջի խաչը։ Ես սա պիտի տեսնեմ այստեղ կախված, որ հասկանամ դու իրականում հավատում ես, սա զար չես կրում։ Խոսքը այսպես մեծ, թանկ, էժանի մասին չէ, հավատքով կրված խաչի մասին։ Դրա համար այս ավետարանն էլ, այս գիրքն էլ պիտի ապրես սրբության, որ դու պատկանում ես Քրիստոսին։ Բայց տեսեք ինչ է ասում է նախ հրյաներին, հետո մյուս ազգերին, հեթանոսներին։ Այնուամենայնիվ ավետարանը սկզբում քարոզվեց հրյաներին, չէ՞։ Ինչու՞, որովհետև նախ Հիսուս էլ ծնվեց հրեական միջավայրում, քարոզեց, հետո դուրս եկավ Հրեաստանի սահմաններից հեթանոսներին քարոզելու, եւ հետո առաքյանները ուր էին գնում առաջին, այն տեղերը, որտեղ հրեական համայնքներ կային, որովհետև հրեաները սկզբից սկսած իրենք միակ ճշմարիտ Աստծուն հավատացողները մնացին։ Այ երբ որ ասում են մենք հեթանոս ենք եղել հայրս, մենք հեթանոսներ չենք եղել, սիրելիներ։ Հայաստանը ինչ է կոչվում նաև Թորգոմի տուն։ Թորգոմը Հայկ Նահապետի հայրն էր, որն էլ Նոյի ծոռն էր։ Այսինքն մենք ունեցել ենք ճշմարիտ աստվածպաշտություն։ Հայկը, որ բելի հետ կռվեց, իր հավատքի ասում է գնաց հյուսիսային կողմը, որից իր հավատքը պահի։ Հետո էր որ Հայկի սերունդները դարձան հեթանոսներ։ Բայց մենք հեթանոս չենք եղել։ Պարզապես դրա համար հրեաները պահեցին միակ ճշմարիտ Աստծո երկրպագությունը, դրա համար իրենց միջոցով Հիսուս եկավ այնտեղ, հետո բոլոր ազգերին։ Սակայն նրանց մեծամասնությունը, ինչպես այն ժամանակ մինչև այսօր, չեն ընդունում Հիսուսին, այլ հակառակը, խաչեցին Հիսուսին, սպանեցին Հիսուսին, եւ Տերը Պողոս առաքելը մյուս առաքել միջոցով այս բարի լուրը, զորությունը, փրկության փոխանցեց բոլոր ազգերին եւ Գաղատացիների մեջ նամակի մեջ ասում է, եթե մեկ անգամ մկրտվեցինք, այլևս Քրիստոսը, որ ապրում ու գործում է մեր մեջ, այլևս չկա խտրականություն, ոչ հրեայի, ոչ հեթանոսի, ոչ ազատի, ոչ ծառայի, ոչ այլ ոչ եկել, բոլորս էլ Քրիստոսով մեկ եղանք եւ մենք դարձանք Աբրահամի զավակն, այսինքն Աբրահամի հավատքը ունեցող, որտեղ Աբրահամի հավատքով ենք, չէ՞ մենք չափվում։ Աբրահամի հավատքը ամենազորավորն էր, ամենաանկեղծն էր, ամենամաքուրն էր։ Դրա համար քրիստոնյան էլ Աբրահամի հավատքով պիտի դառնա քրիստոնյա։ Եվ այսօրվա վերջին համարը, որովհետև Աստծո արդարությունը, որը հավատից է, հավատի համար է հայտնվում, ինչպես որ գրված է, թե արդարը հավատով է ապրելու։ Տեսեք սներ, աշխարհի քրիստոնյաները քրիստոնյա լինելը ամոթալի էր, չէ՞։ Այն ժամանակ, այսօր էլ կամաց այնպես են անում, որ քրիստոնեությունը ամոթ լինի։ Մարդիկ հեռանան ճշմարտությունից, բայց ասում է որովհետև Աստծո արդարությունը հավատքից է։ Աստծո արդարությունը երբ հայտնվեց մեզ։ Ոնց հայտնեց իր արդարությունը Աստված։ Հիսուսով, չէ, իր որդով։ Այսինքն Հիսուս եկավ այս աշխարհ, իր արդարությունը հայտնեց, այսինքն արդարությունը եւ փրկությունը բերեց հայտնեց մեզ Հիսուս Քրիստոսով։ Ուրեմն Հիսուս երբեք մեղք չէր գործել, չէ՞։ Մեր նման մարդ էր, բայց մեղք չունեցավ, մարմին առավ, դարձավ կատարյալ մարդ, բայց առանց մեղքի, ինչպես նաև Եբրեցիների նամակի մեջ է ասում, քանզի ոչ թե ունեն մի քահանայապետ, որը կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի։ Ուրեմն ինչու ենք մենք ասում քրիստոնեությունը ապրված կյանք է, որովհետև Հիսուս իբրև մարդ ապրեց, գործեց, ցույց տվեց, որ շատ պարզ է ավետարանը ապրել այս աշխարհի մեջ, բարդ բան չկա։ Երբ որ մարդիկ, հատկապես տղամարդիկ երիտասարդ, Տերը դե տենց ոնց կլինի, չի լինում այդ կյանքով ապրել, ասում բայց դու չես փորձել, որ իմանաս լինում է թե չի լինում։ Դու նպատակ պիտի ունենաս, ինքն ինչու ես ուզում անել այս բանը, այսինքն ինչ ես ուզում ծխել կամ խմել։ Ինչու։ Այսինքն օգուտդ ո՞րն է։ Պողոս առաքյալը հիշում եք, ասում էր մեզ ամեն բան կարելի է, բայց ամեն բան չէ, որ մեր հոգու փրկության համար է։ Արգելված չի, արա։ Բայց նպատակը պիտի իմանաս, ինչ է տալիս քեզ դա։ Ասենք ոդկը դրեցիր մեքենային գազ տվեցիր ու այսպես արագություն հավաքեցիր 200-300, հետո նպատակը ու ավտովթար։ Ու հետո Աստված մեղավոր։ Խմեցիր, ասիր խմած պիտի նստեմ, ղեկին ու քշեմ, նպատակը ինչ ցույց տաս, որ դու խմած ժամանակ էլ կարող ես մեքենա վարել։ Կարող է 100 անգամ փրկվես, բայց 101-ը չես փրկව։ Որովհետև դու դրանով Աստծուն ես փորձում։
փորձում ես Աստծուն, տեսնես ինքը քեզ կպահի թե չէ։ Դրա համար պետք է մարդը միշտ հասկանա, որ ինքը պետք է նպատակ ունենա, դնի եւ այդ հավատքի արդարությունը ապրի իր կյանքի մեջ։ Մենք նույնպես հավատով կարողանում ենք մասնակից լինել այդ արդարությանը։ Մենք բնականից մեր մեջ արդարություն չկա, չէ՞։ Բնականից չկա մեր մեջ արդարություն, որտեվ ինչ ասում, երեխան մանկուց չարի ծառայության տակ է, այսինքն արդեն մենք մանկուց չարը գալիս է իր իշխանություն դնում է մեր մեջ, մեզ մանր մեղքեր է սովորեցնում, մինչև 4 տարեկան, չէ, երեխան չգիտի ինչ բան է մեղքը, չէ, տեսեք, իրենք մերկ էլ վազում են, ուրախ, չգիտեն որ դա ամոթ է, բայց որ դու հասկացար, ուրեմն նշանակում է դու արդեն մեղքի գիտակցություն ունես։ Եվ դրա համար հայրից մեկ ասում է աշխատեք շատ չմեծանալ, 2 առավելագույնը 3 տարեկանի չափ եղեք, ավել չմեծանաք։ Ուրեմն շատ կարևոր է որ դու հավատքով այդ որ բնականից չունես, հավատքով այդ արդարությունը քո մեջ ունենաս եւ հասնես այդ արդարությանը, Աստծո արդարությանը։ Առանց Քրիստոսին հավատալով այդ արդարությունը մենք չենք կարող ձեռք բերել, մենք չենք կարող փրկվել։ Ուրեմն միայն Քրիստոսով կարող ես այդ հավատք ունենալ, որ արդարանաս ու արդարությամբ հասնես փրկության, սիրելիներ։ Դրա համար շատ կարևոր է Քրիստոս ունենալ քո կյանքի մեջ, ոչ թե մեկը ում հավատում ես, ում աղոթում ես, այլ մեկը ում հետ ուզում ես միշտ լինել, ում չես ուզում քո կյանքից բաց թողնել, որ քո կյանքի բոլոր օրերում դու ուզում ես իր հետ լինել, իր հետ քայլել եւ այդ հավատքով արդարանալ։ Ուրեմն արդար կյանքը հավատով պիտի ապրես։ Եթե ասում ես արդար եմ, ուրեմն հավատքով պիտի ապրես։ Շատ մարդիկ կան, որ արդար են օրենքի առջև։ Օրինակ շատ մարդիկ որ մահանում են, ասում ենք սուրբ մարդեր, չէ, արդար մարդեր։ Ինչու ենք ասում, որ այդ մարդու կյանքի մեջ մենք չենք տեսել այնպիսի սխալներ, որ հասարակության մեջ խոսալու տեղի գտան, բայց նաև դրանից չի վկայել այդ մարդու հավատքը։ Ուրեմն կարող է մարդը հավատք չունենալ, Քրիստոսին չհավատալ, բայց շատ պարկեշտ բոլոր օրենքները պահող լինի, սա արդարություն չի եւ փրկություն չի մարդու համար։ Հիմա հակառակը կարող եք ասել, այդ ոնց եղավ, մեկը հավատում է, բոլոր մեղքերը գործում է, նա էլ ընդունելի չի։ Չմտածեք, որ մարդը մկրտված է, վերջ, ինքը խնդիր չունի։ Օրինակ շատ հաճախ այդ հարցը ինձ հետ առաջանում է, երբ որ մարդիկ մահանում են, ինձ կանչում են, ինձ համար խնդիր կա այսօր։ Օրինակ, եթե մեկը մկրտված է, բայց անբարո կյանքով է ապրել, ես չգիտեմ գնամ ինչ աղոթես այդ մարդուն։ Մարդը կա կնքված չի մկրտվել, բայց հավատացել է։ Հակասություն է մեր կյանքում, բայց մեկը հետաձգել է իր փրկությունը, ասել է դե հետո կմկրտվեմ կամ ինչ կարևոր է այդ մկրտությունը, այդպես էլ մահացել է, մեկն էլ մկրտվել է, բայց այդ շնորհները դուրս է գցել իր կյանքից։ Եվ հետո գնաս ինչ աղոթես դրա համար, եթե մահից հետո չկա ապաշխարություն։ Մենք խնդրելու ենք, որ Աստված այդ մարդուն բարի աչքով նայի, բայց ինքը իր կենդանությանով պիտի փաստի իրականություն, որ իր կյանքը համապատասխանում է Քրիստոսին։ Ուրեմն հավատը էական նշանակ ունի ոչ միայն մեր քրիստոնեական կյանքի սկզբում, այլև հետագայում։ Այսինքն, եթե ես քահանա եմ, ես ապահովագրված չեմ, որ փրկված եմ, վերջ։ Ես էլ մեղք չեմ գործելու, ինչ էլ անեմ Տեր ինձ սիրելու է, ինչ մեղք էլ գործեմ, փրկված եմ։ Չկա այդպիսի բան։ Ոնց որ սկզբում հավատացել, հիմա էլ պետք է հավատամ, հետո էլ պետք է հավատամ ու ավելին պետք է անեմ հետագայում, որ ավելի սրբակենցաղ մաքուր կյանք ունենամ, այն մանր մեղքերս էլ կարողանամ տեսնեմ ու հանեմ իմ կյանքի մեջից։ Ուրեմն սա շատ կարևոր էական նշանակություն ունի։ Եվ վերջում ինչ ասում Պողոս Արաքյալը, արդարը հավատով է ապրելու։ Սա Պողոս Արաքյալը այս խոսքը ամբակումի մարգարեությունից է։ Մարդը հավատքով կապրի, կփրկվի։ Ուրեմն այսքան կարևոր բան է հավատք ունենալ եւ այդ հավատքը արդարության վերածել, սիրելիներ։ Շատ հաճախ է որ մենք լսում ենք տարատեսակ նորություններ, քրիստոնյաների, հոգեվորականների, եկեղեցիների մասին, խնդիրը ինչից է առաջանում։ Մարդը եկել է մի ժամանակ, որ ինքը թողել է արդարությունը, սկսել է այս աշխարհի արդարությունը փնտրել։ Օստրով ֆիլմը հիշում եք, ռուսական այդ հոգևոր ֆիլմը, այնտեղ մի հետարքի երկխոսություն կա, եթե չեք նայել այդ ֆիլմը, նայեք, այնտեղ հետարքի մի դրվագ կա, վարդապետը գալիս է պարս վանականի հետ, ասում է ես էլ եի ուզում քո պես լինել, ասում է բայց չի ընդունում ինքի աղոթքները, ասում է հայր հոբ, որովհետև դու վանահոր համար ես ամեն ինչ անում, ոչ թե իր համար, ասում դու փորձում ես վանահորը հաճելի լինել։ Տեսեք,
Դու չես փորձում Աստծուն հաճել, դու փորձում ես վանահորը հաճելի լինել։ Ուրեմն մեր կյանքի մեջ էլ երբ որ այս Աստծուն հաճելուն փոխեն փորձում ես մարդկանց հաճելի լինել, կորցնում ես այդ արդարությունը եւ սկսում ես մարդկանց սերը մուրալ եւ մարդկանց սիրով փորձել քեզ մխիթարել։ Եվ Հիսուսը ասում է՝ «Վայ ձեզ, եթե բոլոր մարդիկ ձեր մասին լավը խոսեն»։ Նշանակում է դու փորձել ես մարդկանց սերը շահել, մարդկանց գովասանքը լսել, բայց ոչ Աստծո խրատը լսել։ Սա շատ կարևոր է, ով ուզում է լինի մարդը։ Մի մտածես, որ եթե մեկը հոգևորական է, ինքը ուրեմն ամեն ինչ գիտի, չէ։ Հոգևորականն էլ մեծ գայթակղություններ ունի եւ կարող է այդ գայթակղության պատճառով կորցնել։ Հավատացյալն էլ կարող է, անհավատն էլ, ցանկացած մարդ կարող է տրվել մեղքին եւ մեղքի պատճառով կորցնել արդարությունը եւ այդ հավատքի էական նշանակությունը Քրիստոսի սերը կորցնել։ Իսկ Քրիստոսի սերը կորցրած մարդը պոկված տերևի նման է, քամին ուզում է, այնտեղ քշում է եւ այդ մարդը փրկություն չունի։ Այսքան այսօր սիրելիներ, թող Տեր օրհնի մեզ բոլորիս խաղաղության մեջ վայի, որ այս նամակը, որ ես ամենաշատ ընթերցած ու սիրած նամակս է, որ մեր օրյա կյանքն է նկարագրում։ Այսա հաջորդ համարի մեջ կտեսնեք նույն խնդիրները, նույն վեճերը, նույն կեղծավորությունները, ոնց է Ռոմում կար, այնպես էլ կա այստեղ, այս դարի մեջ։ Չի փոխվել բան։ Մարդիկ նույնն են, մեղքերը նույնն են, մեղքի տարածումը նույն կերպ է եւ մարդիկ էլ նույն ձևով փորձում են մեղքի կյանքը ապրել եւ այդ մեղքով իրենց հոգիները մահվան դատապարտել։ Թող Տերը մեզ օրհնի խաղաղության մեջ պահի, որ մենք կարողանանք այդ հավատքի արդարություն պտուղները ունենանք, ինչպես Պողոս Արաքելը ուզում էր պտուղ տեսնել, այնպես էլ Աստված ուզում է մեզանից այդ պտուղները տեսնել, քաղել, որ առողջ պտուղ ունենանք, առողջ տերևներ ունենանք, մեր արմատները փթած չլինեն, մեր ծառը այսպես քամուս չերերը, մեր հավատքը ամուր լինի հողի մեջ եւ Տերը երբ որ գա մեկի փոխարեն 30, 60, 90 այդ պտուղները գտնի մեզանից։ Աստված պահապան մեզ։